Շարունակում է կենտրոնի առավոտը հեռուստադիտողներ, ֆանտաստիկ հյուրեր ունենք, հիմա կիմանաք թե ովքեր են մեր հյուրերը։ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ կազմակերպված շքերթին մասնակցելու նպատակով Մոսկվայում էին գտնվում հայ վետերանները։ Հաղթանակի արժեքի եւ ուղևորության մասին խոսենք մեր հյուրերի հետ։ Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանն է մեր հյուրը եւ իհարկե մեր ապագան հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ Ես ուզում եմ բոլորին ներկայացնել, որ Ռոզալիա տատիկը 102 տարեկան է, սա ֆանտաստիկ է։ Ես առաջին անգամ եմ 102 ամյա տատիկի հետ շփվում։ Շնորհակալ եմ, որ իմ հյուրն եք։ Այնքան բան ունենք խոսելու։ Նախ եւ առաջ ես շնորհավորում եմ ձեզ, մեզ, բոլորիս հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, որովհետեւ ցանկացած գիտակից ու բանիմաց ու գոնե մի քիչ պատմություն իմացող մարդ ինքը պետք է դրանով հպարտանա, ուրախանա եւ իհարկե նաեւ իր հարգանքի տուրքը միշտ մատուցի։ Ինչպես անցավ Մոսկվայում ձեր ուղևորությունը հաղթանակի օրը։ Շատ լավ։ Շատ հագեցված էր ծրագիրը եւ մենք համերգների ենք մասնակցել, հանդիպել ենք թղթակիցների հետ, խոսել ենք եւ գոհ ենք մեր գնալուց շատ։ Ինչ զգացողություններ ունեիք։ Հպարտության։ Անտիր։ Որ նայում ենք շարքերին, ուղիղ, ոնց որ թե մի գիծ անցկացնես այդտեղ, այդպես էին քայլում բոլոր մասնակիցները պարադի։ Եվ այս տարի ավելի շատ մասեր գալիս էին այդտեղ եւ նույնիսկ այն թիմեր, թե չգիտեմ թիմեր չասեմ, ենթաստորաբաժանումներ, տարբեր պետություններից ու վետը մտածում ես ինչ կապի ուներ մեր հայրենական պատերազմի հետ ուրիշ երկրներն էին այդտեղ ներկայացրել իրենց զինվորական մասը իհարկե դա որ անցնում էին մենք հպարտանում ենք որովհետև շատ գեղեցիկ շատ կարգապահ անցնում էին մեր առջև, այդքան բան։ Միջոցառման ժամանակ համ ուզում եմ ես հարցը տամ, համ նաև չեմ ուզում ես հարցը տամ, իհարկե մեզ համար դա մեծ ու կարևոր հաղթանակ է, բայց մտքերով ինչ-որ մի պահ տեղափոխվեցիք 80 տարի, մտքերով ինչ-որ մի պահ տեղափոխվեցիք 80 տարի առաջ այդ դաժան ու բավականին բարդ օրերը, բայց նաև մեծ հաղթանակը։ Մտքերով գնացել եք այնտեղ։ Այդ բոլոր բաները, որ տեսել ենք, գնացել ենք, հա։ Ամբողջ պատերազմի նկարը մենք տեսանք, որովհետև գիտեք ուժեղ զգացմունքները չեն անհայտանում։ Տարիներ շարունակ նրանք մեզ հետ գալիս են եւ 80 տարի անցել է, բայց մենք որ մի կինոնկար ենք նայում պատերազմի մասին, անպայման ներխուժում ենք այդ կինոյի նկարագրած պահերին եւ հիշում ենք այն ինչ որ անցել ենք։ Պատերազմը շատ բարդ բան է, շատ մեծ վնասեր է տալիս, երեխաներին առանց ծնողի է թողնում, կանացը առանց ամուսինների եւ ամբողջ այդ աշխատանքի բերը ընկնում է նրանց վրա, այնպես որ քաղաքներն են քարուքանդանում, գյուղերը Եվ հետո պատերազմից, որ մենք հաղթեցինք, արդեն մենք նորից մասնակցեցինք աշխատանքների եւ կարողացանք կարճ ժամանակում վերականգնել քաղաքները եւ գյուղերը, այդպիսին է պատերազմին մասնակցած մարդու հոգեբանությունը եւ նաեւ կյանքը։
այդպիսի։ Պարոն Կարապետյան, ես ուզում եմ մի քիչ ավելի մանրամասն ներկայացնենք մեր ապագա հիմնադրամը ինչ գործունեություն է ծավալում, դե իհարկե բնականաբար բառակապակցությունը ամեն ինչ ասում է, բայց ավելի մանրամասն ներկայացնենք եւ նաեւ հեռուստադիտողների համար։ Շնորհակալություն հարցի համար, շնորհակալություն, որ կանչել ենք։ Սիրով։ Առիթը շատ լավն էր 80 տարին մեր հաղթանակի, մեծ հաղթանակի։ Մեր հիմնադրամը զբաղվում է կրթական ծրագրերով, հիմնական եւ մշակութային։ Կրթական ծրագրերը մեր երեխեքի հետ կապված անվճար ռուսատ լեզվի հետ կապված դասավանդությունները, որը մենք անում ենք տարբեր քաղաքներում, մշակույթ համերգներ ենք տալի մարզերում բնակիչների համար, մեր հայ բնակիչների համար։ Գիտեք ինչ, բոլորը իրար հետ ոնց որ ասած միացած ամբողջը ինչ որ պետք է անել, օգտակար լինել այդ գծում կրթական մշակույթի, մենք փորձում ենք, որ այդ մեր գործունեությունը ծավալենք ի օգուտ հետագա մեր ապագա զավակների, որ ունենանք հզոր երկիր, ունենանք հզոր կրթություն, ունենանք հզոր անվտանգ պետություն։ Ուզում ենք, որ մեր ազգը լինի կրթված, որովհետև մենք տենում ենք, որ մեզ էդ է պետք, էդ է պահանջը, որ կարանանք մեզ ցույց տանք աշխարհով որպես կայուն, որպես հիմնավորված, որպես կրթված ազգ։ Շատ լավ, 80-ամյակի հաղթանակի 80-ամյակի այս տոնախմբությունների հետ կապված դուք եք մեկնել։ Այո, մեր հիմնադրամի աջակցությունով մեր երկու վետերանը գնացել էինք ծրագրով, խմբով գնացել էինք Մոսկվա, որ մասնակցենք մեր ոնց որ ասած Կարմիր հրապարակում այդ մեծ տոնին։ Մենք գնացել էինք ծրագրով ու մեր վետերանները շատ հետաքրքիր ճամփորդություն ունեցանք, որովհետև նեն ստացվա, որ Մոսկվայի տեղը մենք ինքնաթիռը եկավ Պիտերբուրգ, Սանկտ Պետերբուրգ, ու Սանկտ Պետերբուրգից մենք արդեն գնացքով եկանք հասանք Մոսկվա։ Այդ օրերին մի քիչ խնդիր կար Մոսկվայում վայրեջների հետ կապված։ Մենք այդ ընկանք այդ գիտեք ինչ, դա էր փորձություն, որովհետև հետաքրքիր էր վետերանի կամքը դեպի այն ծրագիր, որ ինքը գնում է կարապ, то есть ինքը ոչ մի բան չի կորցրել վետերանը, ինքը միշտ պայքարում է ու հասնում է իր նպատակին, ունեն այդ կամքը, որ հաղթահարեն։ Ու շատ հետաքրքիր էր այդ ճամփորդությունը, մեկ օր ճանապարհ գնացինք, ու հասանք մենք Մոսկվա։ Հետո շատ հետաքրքիր ծրագրեր են մասնակցել, իրոք Ռոզալիա Սերգեևնան ասեց, համերգներ են եղել, տարբեր թղթակիցներ են մոտիկացել, ու իրանք շատ մեծ հարգված բոլոր տեղերը, որտեղ մենք գնում ենք, բոլորը հարգված ընդունում են իրանց, իրանք մասնակցել են տարբեր միջոցառումների, ու իհարկե հիմնական դա եղել է բանը, Կարմիր հրապարակում կայացած մեծ միջոցառումը, որտեղ իրանք գտնվում են ամենագլխավոր տեղը նստած բոլոր նախագահների հետ, ու շատ ուրախ է հպարտել, որ մեր հայկական վետերանները գտնվում են այդ փուչուր կազմի մեջ ու բարձր են պայում Հայաստանը, հայը անունը։ Ինձ հետաքրքիր է այնտեղից էր հրավերքի եկել, թե այստեղից էր նախաձեռնությունը, որ վետերանները պետք է գնան։ Գիտեք ինչ, քանի որ ոնց է, ես չգիտեմ դրա համար։ Դե իրար հետ է, բոլորը իրար հետ ոնց որ ասում է համընկել է, եւ մենք խնդրել ենք, որ մեզ աջակցեն, այստեղ թույլ են տվել, այնտեղ ընդունել են, մի խոսքով ուզում ասեմ վետերաններին, մանավանդ հայ վետերաններին շատ լավ ընդունել են ու լավ մեր վետերանները փառքով, պատվով, որտեղ էլ եղել են այնտեղ այդ միջոցառումներին իրանց համ լավ ընդունել են, համ իրանք լավ ներկայացրել են հայի ներդրումը մեծ համաշխարհային պատերազմի ժամանակ հաղթանակը այդ մեծ հաղթանակը, որ եղել է,
հայի դերը այդ հաղթանակում։ Դե շատ մեծ է հայի դերը, ինձ թվում է ցանկացած էլի պատմություն իմացող մարդ ու բան իմացող կիրթ մարդ, թե այս փոքր ազգից 600,000 մարդ գնացել է եւ 300,000-ը չի վերադարձել, դա ահռելի մեծ թիվ է։ Այն թվին 41 թվին Հայաստանը եղել է համարյա 1,400,000 մոտորապես եղել են ապրողներ ստեղում, որից 500,000-ը այդտեղից գնացել է մեծ հայրենական պատերազմ։ 100,000-ը եղել են ոչ Հայաստանից գնացած, բայց ամեն դեպքում մեր հայրենակիցներն են եղել դա։ Այո, բայց ուզեմ ասեմ 1,400,000-ից 500-ը գնացել են, դա ինձ թվում է դերը հայ ազգի շատ մեծ է։ Ունեցել ենք 100-ից ավել հերոսներ, ունեցել ենք մարշալներ, որ այդ ամեն ինչը գումարում ես տոկոսային, կարող անգամ առաջին տեղն ենք բնակչություն եւ բան հարաբերակցությունով։ Մի ցավոտ թեմայից եմ ուզում խոսենք, բայց նաեւ մեզ համար շատ կարեւոր, պարոն Կարապետյան, ես հիշում եմ իմ մանկության տարիներին, թե այդ շքերթերը ինչպես էին մայիսին իրականացվում հանրապետության տարբեր քաղաքներում, բնականաբար ամեն քաղաքը ունի հայրենական մեծ պատերազմ հետ զոհերի հիշատակին նվիրված մեծ հուշահամալիրներ, հուշարձաններ, դե բնականաբար գնում էինք, խոնարհվում էինք, ծաղիկներ էինք տանում, շքերթներ էր լինում ամբողջ Հայաստանի մեծ քաղաքներում։ Հիմա կարծես թե վերջին տարիներին, ես չեմ կարող ասել վերջին անգամ ես երբ եմ շքերթի մասնակցել, որովհետև չեմ էլ հիշում դա որ տարին է եղել, բայց մի տեսակ մոռացության է տրվում, ինչ անենք, որ եկող սերունդների համար էլ այդ հաղթանակը կարևոր տեղ զբաղեցնի իրենց կյանքում, որովհետև վերջիվերջո եթե մենք հիմա կարարում, մենք պետություն ունենք եւ դա այդ հաղթանակի շնորհքն է, ոնց անենք, որ մեր երեխաները, մեր թոռները, մեր ծոռները այս հաղթանակի մասին էլի խոսեն այնպես ինչպես որ մեր ծնողները, մեր տատու-պապերը եւ մենք ենք խոսում։ Գիտեք ինչ, շատ լավ հարց տվեցիք, դրա համար մենք պետք է աշխատենք։ Եթե մենք մի բան կապ չունի այդ հաղթանակի մասին է խոսքը, թե որևէ մի ինչ որ ուրիշ բանի համար, մենք պետք է աշխատենք, ցանկացած բանի վրա գործ պետք է անենք։ Եթե մենք որևէ մի բան մենք չաշխատենք, չուզենանք որ դա հետագայում լինի, ոչ մի բան չի լինի։ Դրա համար մենք մեզ առաջինը մեզ պետք է հարց տանք, ինչ ենք արել, որ այդ բանը լինի, ինչ ենք արել, որ այդ այսինքն այդ երթը լինի, ինչ ենք արել, որ այդ որ դրել ենք այդ հիշատակ հուշահամալիրները դրել ենք, ինչ անենք, որ իրանք չհնանան, չջարդվեն, որևէ մի բան չլինեն։ Պարզ է, տարիներ է գնում են, բայց այդ ամեն տարի ավելի շատ գործ պետք է արվի, որ հիշողությունը մնա։ Ցանկացած ընտանիքի վերցնենք, ցանկացած մարդու համար ինձ թվում է նույնն էլ այնտեղ է։ Դրա համար այս տարի վստահաբար գիտեմ Հայաստանում համարյա բոլոր մարզերում անցկացվել են տարբեր ձևի միջոցառումներ, որը կախված է եղել մեծ հայրենական պատերազմի ու վստահաբար եթե մենք կարողանանք ցանկացած հարցի վերաբերյալ եթե գործ տանենք, վստահաբար բոլորը կմնան հիշողություններ կմնա, գործներ կմնա, մարդկանց հերոսությունները կմնան ու մենք միշտ կհիշատակենք մեր մեծերին, որ իրանք մեր մյուս սերունդներում իրանք կարողանան մնան, որովհետև նորից եմ ասում, այսօր մենք շատ անուններ ենք հիշում, որը եկել են դարերով, միջև հիմա մենք հիշում ենք մեր մեծերին մի դար առաջ, երկու դար առաջ, 3 դար, ինչի համար, որովհետև մենք խոսում ենք դրա մասին, մենք հիշում ենք, գործ ենք տանում դրա համար։ Նույնն էլ հիմա, եթե մենք կարողանանք այդ մեր հիշողությունները տեղափոխենք ցանկացած մեր հերոսներին, մյուս սերունդներին, դա մեր գործն է։ Դրա համար մեզանից է բոլորը կախված։ Իգործ, հա։ Այո, շատ կարևոր է։ Ռոզալիա տատիկ, քանի որ ժամանակը բավականին սուղ է, ես ուզում եմ մի փոքրիկ պատմություն պատմեք այն դաժան օրերի, բայց նաև հաղթանակած օրերի մասին, մի փոքրիկ պատմություն պատմեք։ Ինչ կպատմեք։ Ուրեմն ես մասնակցել եմ Ուկրաինան եւ հանձնել ենք եւ նորից կարողացել ենք ազատել ֆաշիստական կարգից։ Ազատել ենք Լեհաստանը, Հունգարիան, եկել ենք Չեխոսլովակիա ենք հասել, որտեղ մեզ շատ լավ ընդունեց տեկին ժողովուրդը։ Քաղաք Պոլիշկայում արդեն գերմանական
ղեկավարությունը կապիտուլացիան ընդունեց եւ մենք ազատման ենք գալիս։ Երեկոյան նստած եմ ես բանի մոտ պրիոմնիկի, պիտի ասեմ, որ ես 3 տեսակի ռադիոկայանի վրա եմ աշխատել, մեկը 2 մեքենայի վրա, մյուսը 1 մեքենայի եւ երրորդը RSB փոքր переносной радиоприемник, радиопередатчик։ Լսում եմ, աշխատում եմ, ես ինձ տալիս եմ ալիքի համարը, ման եմ գալիս էֆիրի մեջ այդ ալիքը։ Եվ լսում եմ տանգնապալի մի ձայն, позор, брак в опасности, помогите скорее։ Ну, դրա մասին ղեկավարության ենք հայտնում եւ գիշերվա ընթացքում փոխանակ վերև Բերլին գնացինք Պրագան ազատելու։ 3 օր տևեց Պրագայի փողոցային մարտերը։ Ամսինին մենք կարողացանք լրիվ ազատել Պրագան գերմանական ֆաշիստներից։ Դա իհարկե մեծ բան էր։ Մենք այդ օրը մայիսի 9 2 տոն նշեցինք եւ Չեխոսլովակիայի մայրաքաղաքի ազատագրումը եւ ամենասպասելի, ամենացանկալի մի տոն հայրենական պատերազմի վերջին մասին։ Այդպիսի 2 տոնով մենք վերադարձանք տուն։ Այդպես էր։ Փառք ու պատիվ ձեզ։ Ես շնորհակալ եմ, որ իմ հյուրն եք, ձեզ երկար տարիների առողջ կյանք եմ մաղթում, դուք մեր հպարտությունն եք, դուք մեր պատիվն եք եւ նաեւ դուք լավագույն օրինակն եք, թե ինչպես պետք է լինի երկիրը, հայրենիքը սիրող մարդը։ Շնորհակալ եք, որ իմ հյուրն եք։ Ես ուզում եմ ասել, Ընկեր Կարապետյանը ինչ ասել է, նա մեզ օգնեց, որ մենք գնացինք Մոսկվա եւ ամենակարևոր բանը, որպեսզի երիտասարդ սերունդը իմանա պատերազմի մասին, դա զրույցներ, դաստիարակել հայրենասիրությունը նրանց մեջ եւ անել այնպես, որպեսզի նրանք միշտ հիշեն այդ օրը։ Մեր երիտասարդները, որոնք լավն են, մեր երիտասարդները, մեր ապագան են։ Եվ ինչպես է ապագան նրանք կկառուցեն, նշանակի դա արդեն մեր լավ կամ վատ ապրելը։ Ուզում ենք, որպեսզի լավ ապրենք, որովհետև արժանի ենք դրան, այդքան բան։ Շնորհակալ եմ Ռոզալիա տատիկ, շնորհակալ եմ պարոն Կարապետյան։ Շատ հետաքրքիր էր ձեզ հետ ծանոթանալը, շատ հետաքրքիր էր ձեզ հետ զրուցելը։ Առողջ եղեք։ Շնորհակալ եմ։ Առողջ եղեք։ Շնորհակալություն։